Մի քանի անհասկանալի հարցեր կան սեքսոլոգիական ծառայությունների մեջ, որոնք մատուցվում են տարատեսակ բժշկական կենտրոններում, որոնք իմ համար փոքր ինչ անհասկանալի են, փոքր ինչ ասածը շատ մեղմ էր հնչում, շատ անհասկանալի են եւ ես ցանկանում եմ այս ամեն ինչի մասին խոսել եւ փորձել լսել մարդկանց կարծիքները իհարկե այս Այսպիսով, ինչ է իրանից ներկայացնում շագանակագեղձի մերսումը, արդյոք դա պարտադիր պայման է համարվում բուժման պրոցեդուրայի մեջ եւ արդյոք արժի այդքան դժոխքային տանջանքների միջով անցնել հանուն շագանակագեղձի մերսման։ Իհարկե ոչ, դուք պարտավոր չեք այդ ամեն ինչի մեջով անցնել։ Շագանակագեղձի մերսումը չունի բժշկական որևէ հիմնավորվածություն եւ չկա մի նմանատիպ խնդիր այսօրվա դրության բժշկության մեջ, որը պահանջի պարտադիր պրոցեդուրա որպես շագանակագեղձի մերսումը։ Կրկնում եմ, չկա նման խնդիր ոչ սեքսոլոգիական, ոչ ուրոլոգիական, ոչ մաշկավեներոլոգիական պրոֆիլի մեջ, որը պարտադիր համարվի, որ այդ պարագայում մենք անպայման մարդուն անենք շագանակագեղձի մեջ։ Եվ հետևաբար այդ մոտեցում, այդ փուլային մոտեցումը առաջի հերթին անում ենք հակաբորբոքային բուժում, երկրորդ հերթին անում ենք շագանակագեղձի մերսում, երրորդ հերթին անում ենք, չգիտեմ, եսիմինչ, ուրեմն ամեն դեպքում, եթե դուք ունեք բորբոքային այս կամ այն տեսակի հիվանդությունը, իմ խորհուրդը ձեզ որպես բժիշկ միշտ եղեք հետևողական ձեր թղթերի հանդեպ, անպայման ուսումնասիրեք ձեր անալիզները, եղեք փորձեք ավելի ճիշտ լինել գրագետ մարդ, որովհետև այդ ամեն ինչի մասին նվազագույն պատկերացումներ կազմելու համար պարտադիր չի լինել նեղ մասնագետ։ Այսինքն դուք կարող եք ձեր թղթերը վերցնել, ուսումնասիրել եւ ձեր մոտ հաստատ կառաջանան որոշակի հարցեր։ Օրինակ, սենց որ գրված է, սա ինչ է նշանակում, նես որ գրված է, ինչ է նշանակում, եւ կարծում եմ, որ մասնագետը պարտավոր է դեպքում ձեր բոլոր հարցերին պատասխանելը, որովհետեւ դուք չեք հետազոտվում պոլիկլինիկայում ու անվճար, որ ձեզ իմիջայլոց սենց վերաբերվեն, հա, դուք հետազոտվում եք մասնավոր բժշկական կենտրոններում, որտեղ հանձնում եք բավականին մեծ չափով անալիզներ, նաև ֆինանսական տեսանկյունից եւ ձեր հարցերը դուք ունեք լիարժեք իրավունք ստանալ ձեր հարցերի պատասխան։ Ուղղակի մի հատ սենց իրավիճակ կա, որը մարդկանց խճճուկի մեջ է գցում, երբ որ ասում են սեռա վարակ, պրոստատի բորբոքում, եսիմ ինչ բան, մարդն ասում է արի սուսու փուս անենք, թեմաները սաղ փակվի, մարդ չիմանա մի հատ շուխուր դնես, ինչա մոտս հլը թղթերով բերեք տենամ։ Մի եղեք այդքան անզգույշ, սա ձեր առողջությունն է եւ մի ընդունեք անտեղի եւ անիմաստ դեղորայքներ, ել չեմ ասում